Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 7-ն է եւ սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է, երեկոյան հաղորդումն է։ Միանգամից զգուշացնեմ, որ վաղը հնարավոր է զբաղվածության պատճառով չկարողանամ հաղորդումներ անել եւ դրա համար այսօր մենք հիմա հաղորդում ենք անելու եւ քննարկելու ենք վերջին կարևոր իրադարձությունները, ոչ միայն Հայաստանի շուրջ, այլ նաեւ աշխարհում, բայց ավանդության համար սկսում ենք կրկին Հայաստանից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լայքերի եւ աջակցությունների համար, բարի խոսքերի միջոցով, լայքերի միջոցով եւ տարածումների միջոցով, դա իրոք շատ է նպաստում մեր ալիքի տարածմանը։ Ոչինչ այլ չի պահանջվում ձեզանից, միայն խնդրում ենք շատ ակտիվ լինել լայքերի, մեկնաբանել եւ տարածել մեր հաղորդումները։ Ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է ադրբեջանական պաշտպանության նախարարության ապատերեկատվությունը։ Պետք է նշենք, որ բավականին երկար ժամանակ է շարունակվում են այս ապատերեկատվությունները ադրբեջանական կողմից։ Շատ լավ գիտեք այս մասին, սիրելի հայրենակիցներ, եւ իրոք շատ կարեւոր է ուշադիր լինել, քանի որ չեն բացառվում նոր եւ մեծ սադրանքներ։ Նաեւ այսօր տեղեկացա այն մասին, որ Ադրբեջանում քաղաքացիական անձինք են պայթել կամ պայթեցվել ակամների վրա։ Չեմ կարող ասել կոնկրետ ինչ է տեղի ունեցել, բայց մի բան հստակ է, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, որ իբր Հայաստանը քարտեզները չի տրամադրել, այնինչ Հայաստանը վաղուց բոլոր այդ ականապատ տարածքների քարտեզները տրամադրել է Ադրբեջանին։ Այսինքն ամեն ինչ շատ պարզ է եւ գնում է շատ վատ սցենարով եւ չի բացառվում, որ Ադրբեջանը իրոք մեծ բավականին խոշոր սադրանքի դիմի, որպեսզի չստորագրեն խաղաղության պայմանագիրը եւ դրանից բացի Հայաստանում խժդժություններ առաջացնեն, քանի որ իրենք հիմա տեսան, որ հնարավոր է Գյումրիի այդ տեղի ունեցած ընտրություններից հետո ինչ որ ձև ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։ Դրա համար իրոք մենք բոլորս պետք է չափազանց զգոն լինենք, չափազանց զգոն գտնվենք։ Ես արագ եմ խոսում այս մասին, քանի որ չեմ կարծում, որ պետք է շատ երկար խոսել այդ հարցի շուրջ, առանց այն էլ բոլորին շատ բան պարզ է, բայց կարևոր է, որ իրոք մեծ զգոնություն ցուցաբերենք Եվրամիության դիտորդական առաքելության հետ անընդհատ կապի մեջ լինեն Հայաստանի իշխանությունները, Հայաստանի քաղաքացիները, համայնքի ղեկավարները։ Դրանից բացի չափազանց կարևոր է, որ Հայաստանի արտգործ նախարարությունը հիմա մասամբ նաև աշխատի արտակարգ ռեժիմով, քանի որ իրոք մոտակա ժամանակներս չեն բացառվում ինչ որ լայնածավալ սադրանքներ, ոչ թե պատերազմական գործողություններ, այլ սադրանքներ։ Այսօր հետաքրքիր եւ հիասթափեցնող հայտարարություն է արել Հայաստանի իմիգրացիոն ծառայության ղեկավար Նելի Դավթյանը։ Նրա խոսքերով Եվրամիության հետ վիզաների ազատականացումը կարող է տևել մինչև 4-5 տարի։ Հայաստանի վիզաների ազատականացում Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացումը կարող է տևել 4-5 տարի։ Ահռելի երկար ժամանակ է, ես չեմ կարծում, որ այդպիսի մեծ ժամանակ է պահանջվելու եւ շատ հեշտ կարելի է պահանջները իրականացնել եւ շատ հեշտ կարելի է կարծում եմ հասնել դրան, քանի որ նաեւ ինչ որ միտեղ նաեւ դա կարող է լինել քաղաքական կարևոր որոշում։ Հետևաբար ես չեմ պատկերացնում, որ 4-ից 5 տարի կպահանջվի, առավելագույնը 1 տարի, դա էլ առավելագույնը, եթե Հայաստանը իրոք շատ արագ տեմպերով քաղաքական կամք ունենալու պարագայում շատ արագ իրականացնի բոլոր բարեփոխումները։ Բայց շատ վատ է, որ նման հայտարարություն ունենք, եթե 4-5 տարուց նոր է վիզաների լիբերալիզացիա տեղի ունենալու, ապա Հայաստանը երբ է դառնալու Եվրամիության անդամ 35-40 թվականներին, իմաստը որն է։ Չեմ կարծում, իրոք չեմ կարծում եւ դրա համար պետք է իրոք շատ լուրջ ձևով Հայաստանի Հանրապետությունը ինքը արագացնի այդ գործընթացը։ Ես կարծում եմ, որ ճիշտ բանակցությունների միջոցով եւ բավականին լուրջ աշխատանք տանելու շնորհիվ շատ արագ կարելի է ստանալ ազատ վիզային ռեժիմ Եվրամիության հետ։ Հիմա անդրադառնանք մի շարք կարևոր միջազգային հարցերի։ Չգիտեմ ինչքանով է այս թեման ձեզ հետաքրքրում, բայց բավականին իրոք մեծ խառնաշփոթ է աշխարհում Թրամփի այդ մաքսատուրքերի պատճառով։ Անկումները ահռելի են, դրանք համեմատելի են 90-ական, 80-ական թվականների հետ։ Տարբեր երկրներ, նախ ասիական երկրները մոտ 9-10-7% անկումներ ունեցան եւ հիմա արդեն Եվրամիությունը եւս Եվրամիության երկրների տարբեր հաշվարկներով իհարկե մոտ 10% անկում ունեցավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները
քիչ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բացվեց ֆոնդային բիրժաները եւ միանգամից Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր 2 տրիլիոն դոլարի անկում գրանցեց։ Մենք խոսում էինք 2 օր առաջ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդամենը 2 օրվա մեջ 7 տրիլիոն դոլարի կորուստներ ունեցել եւ այսօրվա մեջ միայն առավոտյան արդեն միանգամից դրան գումարվել է 2 տրիլիոն դոլար։ Եվրամիության երկրների ֆինանսիստները, էկոնոմիկայի նախարարները, առևտրի նախարարները հավաքվել էին քննարկելու այդ մաքսատուրքերի հարցը բավականին լուրջ իրարանցում է, եթե նախկինում Եվրամիության մեջ հավաքվում էին գլխավոր շտաբերի պետերը, պաշտպանության նախարարները, հիմա էկոնոմիկայի հարցով են փաստացի հավաքվում, քանի որ լուրջ մարտահրավեր է եւ կարծես թե որոշում է կայացվել արդեն ապրիլի 9-ին ընդունել որոշում, որից հետո ապրիլի 15-ից մաքսատուրքեր են սահմանվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ եւ հաջորդ արդեն մաքսատուրքերը կրկին սահմանվելու են արդեն մայիսի 15-ին, եթե ինչ-որ լուրջ դրական փոփոխություններ չգրանցվեն բանակցությունների միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության։ Բավականին խոշոր լուրջ իրադարձություններ են, շատ ուշադիր պետք է լինենք։ Բայց այս պայմաններում Դոնալդ Թրամփը փորձում է գովել ինքն իրեն, ասելով, որ այդ մաքսատուրքերը շատ կարևոր են Ամերիկայի Միացյալ Նահանգներին համար, մեծ եկամուտներ են բերելու, մեծ տնտեսական օգուտ է ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նույն ժամանակ սպառնում են Չինաստանին, քանի որ Չինաստանը 35% մաքսատուրքեր սահմանեցի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի եւ Դոնալդ Թրամփը ասում է, որ եթե մինչեւ վաղը ապրիլի 8-ը Չինաստանը չեղարկի այդ մաքսատուրքերը, ապա այդ 35% մաքսատուրքերին ավելանալու է եւս 50%։ Եվ դրանից բացի Չինաստանի հետ այլևս ոչ ոք չի բանակցելու այդ մաքսատուրքերի եւ այլ երևույթի հարցերի շուրջ, այսինքն Թրամփը սպառնում է, որ բանակցությունները տեղի չեն ունենա Չինաստանի հետ եւ դրանից բացի 50%-ով կրկին ավելացվել են, այսինքն գոյություն ունեցող մաքսատուրքերի վրա 50%-անոց նոր մաքսատուրքեր են իջնելու Չինաստանի վրա։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ այսօր առավոտյան զրուցել է Ճապոնիայի վարչապետի հետ, ասում է, որ շատ վատ է Ճապոնիան վերաբերվում մեր նկատմամբ։ Թրամփը ասում է, որ մենք միլիոնավոր իրենց ավտոմեքենաները ընդունում էինք, բայց նրանք մեր մեքենաները չէին վերցնում եւ Թրամփի խոսքերով բարձր մակարդակի բանակցային խումբ է ուղարկել Ճապոնիան, որպեսզի բանակցի հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Թրամփը ասում է, որ արդեն բազմաթիվ երկրներ սկսել են բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ մաքսատուրքերի հարցով։ Այլ կարևոր հարցերից կարող եմ առանձնացնել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյախուն այցելել է Վաշինգտոն եւ արդեն բանակցություններ է ունենում Դոնալդ Թրամփի հետ։ Բնականաբար Իսրայելում երբ թե վերջին հարցերի շարքում է բանակցությունները այդ մաքսատուրքերի մասով, Իսրայելի նկատմամբ եթե չեմ սխալվում 17%-անոց մաքսատուրքեր է սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ուզում են դա էլ չեղարկել բնականաբար Իսրայելում, բայց հիմնական թեմաները դրանք լինելու են Իրանի ատոմային ծրագիրը, ես կարծում եմ թե կոնկրետ որոշում է կայացվելու, թե երբ են հարված հասցնելու Իրանին, քանի որ ամեն ինչ կարծես թե պատրաստ է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարված հասցնեն Իրանին եւ դրանից բացի քննարկելու են Գազայի շրջանից պաղեստինցիների տեղահանման հարցը, դա եւս անթակույց հայտարարվում է այդ մասին, եւս անթակույց հայտարարվում է, նույնիսկ հայտարարում են, որ կան որոշ երկրներ շահագրգռված, որոնք որ պատրաստ են ընդունել Դոնալդ Թրամփի այդ ծրագիրը։ Իրանից կրկին ազդակներ են ստացվում, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց Իրանը չի ցանկանում, որ այդ բանակցությունները տեղի ունենան սպառնալիքների ներքո։ Ուկրաինայի մասով մեծ հաշվով շատ բան չկա խոսելու։ Պեսկովը այսօր հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է, որ այդ պատերազմը ցանկանում է շարունակել բանակցությունները, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտակարգ ռեժիմով որոշել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրավիրել, քանի որ այդ Կրիվոյ Ռոգի հարվածի ընթացքում Կրիվոյ Ռոգում Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռով հարվածի ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել, բազմաթիվ վիրավորներ կան, այդ թվում նաև երեխաներ կան զոհված եւ վիրավորված
Եվ տեսնենք, թե հիմա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինչ որոշում է ընդունելու, եթե իհարկե հավաքվեն, բայց նույն ժամանակ հստակ պարզ է, որ այդտեղ կարող են լինել ուղղակի քննարկումներ հերթական, բայց քանի որ Չինաստանը եւ Ռուսաստանը միանշանակ վետո են կիրառելու ուկրաինական այդ նախաձեռնության վրա, եթե ինչ-որ բանաձև փորձեն ընդունել, նույնիսկ չի բացառված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս վետո չի կիրառելու կամ ձեռն պահ չի մնալու, այնպես որ մեծ հույսեր չկան, որ ինչ-որ բանաձև է ընդունելու, ոչ թե մեծ հույսեր չկան, այլ ընդհանրապես ոչ մի հույս չկա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որևիցե բանաձև կարող է ընդունել Ուկրաինայի մասով։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։